Փաստորեն առանց մեր բանտարկյալ կալանավոր քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանի գիրքն են քննարկելու առանց նրա։ Եվ այս իրավիճակի մասին խնդրում եմ, որովհետև իշխանությունների օղակը գնալով ավելի է սեղմվում եւ քաղբանտարկյալների թիվը ավելի է շատանում, բայց այս մյուս կողմ բարիկադից այս կողմ պայքարը շարունակվում է։ Բնականաբար պայքարը շարունակվում է, քանի որ մենք ապրում ենք անիրավության ժամանակաշրջանի մեջ, անիրավության եւ անարդարության, եւ դրա համար եթե մենք համաձայն լինենք, որ պետք է մեր կյանքը անիրավության մեջ եւ անարդարության մեջ շարունակվի, ապա չենք պայքարելու, բայց մենք պայքարելու ենք եւ Սրբազանը, ինչպես ես շատ հաճախ եմ ասել, ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ հարազատների համար եւ ինչքան մարդ կա, ով ուզում է ապրել որպես հայ, թե ծնունդով, թե պատկանելությամբ, լույս է, անկախ դրանից, թե ինքը հիմա բանդարկված է, ինչպես նաեւ մեր Միքայել Սրբազանը եւ նաեւ Մկրտիչ Սրբազանը եւ մեր մնացած բանդարկված մեր պայքարող տեսակ ինչպես Սամվել Կարապետյանը, այնպես որ նշանակություն չունի, բանդարկված են, սակայն պայքարը շարունակվում է, ինչքան ուզում են թող բանդարկեն, ում ուզում են թող բռնեն, բայց մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ոչ անձնական, այլ մեր հավաքական ազգային իրավունքների համար ենք պայքարում, պայքարել ենք միշտ, ոչ թե միայն հիմա, այլ սկսած հենց անկախության ժամանակները 88-ից, 89-ից պայքարել ենք մեր ազգային եւ պետական իրավունքների համար։ Այսօր լսել եք Փաշինյանի հայտարարություն ազգային ժողովից խաղաղության վերաբերյալ բյուջեի քննարկումից բացի, թոշակառուների հարցերից բացի, այլ նաև խաղաղությունը, որ խաղաղությունը եկել է, պետք է փայփայենք, պաշտպանենք։ Ես չեմ լսել իրականում, բայց մի բան գիտեմ, որ դա նաև դասական մի կարևոր բանաձև կա։ Խաղաղության համար պետք է ուժեղ լինես, իսկ մենք հիմա ինչքան գնում է թուլանում ենք, մենք պետք է ամրանանք, ամուր լինենք, ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես, մշակույթապես, որտեղ անվտանգություն ինքը շատ բաղադրիչ մասեր ունի, եւ եթե մենք մեր անվտանգության մասին չենք մտածում, մեր դռները այդպես բաց ենք թողնում, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Դե նշում եմ, որ օրինակ քաղբանտարկյալներ չկան եւ դա նույնպես խաղաղության նշան է, բայց տեսնում ենք, որ ոչ միայն Բագրատ Սրբազանն է կալանավորված, այլ նաեւ Միքայել Սրբազանը եւ այլ մարդիկ, ովքեր պայքարել են Հայաստանի համար։ Իրենք կարող են ասել, շատ բան կարող են ասել, բայց իրականությունը ուրիշ է։ Իրականությունը այսօր կան հայեր, ովքեր որ պայքարում են եւ այդ պայքարի արժեքը այսօր իրենք այնա որ բանդարկված են, հիմա կարող են էլի եմ ասում, կարող են շատերին բանդարկել, ինձ էլ, ձեզ էլ, մյուսներին էլ, ովքեր որ պայքարում են, բայց ասելը չի փոխում իրականությունը, մեր իրականության մեջ, ինչքան էլ ասեն, որ չկա քաղբանտարկյալներ, բայց իրականություն է, որ կան։